Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան եւ Բաքուն շարունակում են զարգացնել իրենց գործընկերային հարաբերությունները։ Չնայած, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Պեսկովի խոսքով Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ եւ Ալիևի մասնակցությունը այդ ձևաչափում պարտադիր չէր։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի նախագահը չի մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ եւ կառուցողական է գնահատել Մայամիում բանակցությունները ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։ Նրա խոսքով Կիևի ներկայացուցիչների հետ քննարկումները ներառել են 20 կետանոց պլանի մշակում, անվտանգության երաշխիքների շուրջ դիրքորոշումների համակարգում, նաև տնտեսական զարգացման եւ բարգավաճման ծրագրի հետագա մշակում։ Ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի դիմաց $4400։ Արծաթի գինն էլ աճել է 3.3%-ով, հասնելով պատմական առավելագույնի $69.44։ Մասնագետները նշում են, որ թանկարժեք մետաղների գների աճը պայմանավորված է աշխարհաքաղաքական եւ առևտրային լարվածությամբ, նաեւ կենտրոնական բանկերի կողմից իրականացվող կայուն գնումներով։ Ճապոնիան Ֆուկուշիմա ատոմային էլեկտրակայանում վթարից 15 տարի անց վերագործարկում է աշխարհի ամենամեծ ատոմակայանը, խոսքը Կաշիվաձագի Կարիվա էլեկտրակայանի մասին է։ Խորամաբադի մոտակայքում բարձր ձայներ են լսվում եւ հրթիռային հետքեր նկատվում Մաշհադի եւ այլ քաղաքների երկնքում։ Նշվում է, որ հնարավոր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է հրթիռային վարժանքներ անցկացնում։ Ավստրալիայում ավելի քան 300,000 մարդ է միացել վարչապետ Ալբանեզեի հրաժարականի կոչով խնդրագրին, երկրում ահաբեկչական հարձակումից հետո։ Վրաստանի քաղաքներից մեկում տոնածառի լույսերի վառելու արարողության ժամանակ այն այրվել է։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ տուժածներ չկան։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։